Բարև ձեզ։ Ես այսօր ուզում եմ խոսեմ կրթության ոլորտի մասին, մշակութային կրթության ոլորտի մասին, եւ որևէ մի ազգ չի կարող ինքնուրույն եւ տեսակով առանձնահատկություն ունենա, երբ որ չունենա հզոր մշակույթ։ Մենք դրա մասին շատ ենք խոսել եւ մեծ կարեւորություն եմ տալիս դպրությանը։ Մենք նախկինում ունեցել ենք լուրջ դպրոցներ, դեռ շատ ազգեր ու ժողովուրդներ չկային, բայց մենք ունեինք համալսարաններ, Գլաձորի համալսարան, օրինակ, կամ Ամարասի դպրանոցը, որ Մեսրոպ Մաշտոցը սկսեց մեր հայոց այրուբենը դասավանդել մեր հայորդիներին եւ այլն։ Եվ ահա դպրությունը ամենակարևորագույն հիմքն է իմ համոզմամբ, որ հնարավոր է, որ ազգը զարգանա, հարատևի եւ նաեւ հիշի իր անցյալի մշակույթը, որը շարունակությունը ապահովի։ Ամիսներ առաջ էր, երբ որ միտք ծագեց արվեստանոց ստեղծել մեծահասակների համար, ինչպես որ մենք արդեն ստեղծեցինք, այն ժամանակ ես մտածում էի, որ հավանաբար 5-6 հոգի մարդ կարող են գալ, բայց 5-6 հոգու համար էլ արժեր դա անել։ Եվ փորձեցինք սկիզբը դնել եւ ի զարմանս ինձ ոչ թե 5-6 հոգի սկսեցին հաճախել, այլ այնքան մարդ է գալիս, որ շատ հաճախ մեր արվեստանոց փոքրություն է հանում, չենք տեղավորվում։ Եվ արվեստանոցը հաջողություն ունեցավ, կայացավ արվեստանոցը, ձևավորվեց մի շատ գեղեցիկ անուշիկ ընտանիք, տարբեր մասնագիտության մարդիկ են, որոնք որ հաճախում են այնտեղ եւ բոլորը իրար հետ ընկեր են եւ քննարկումները մշակութային են։ Հիմա ինձ վստահել են Նոյեմբերյանի արվեստի դպրոցը եւ ես մտածում եմ, որ եթե նա հաջողություն ունեցել է, ինչի չպիտի հաջողություն ունենա այս դպրոցը, մանավանդ որ պետական համայնքային աջակցությունը ունի։ Եվ ահա այդ շարունակությունը լինելով մեր պապոնց տունը, մեր արվեստանոց մեծերին է, որ մեծերինն է, վերադառնում ենք սկիզբ մեր փոքրերին եւ մեր դպրոցը ունի շատ հետաքրքիր կանոնադրություն, որ մեծ հնարավորություններ է տալիս։ Տարիքային սահմանափակում ընդհանրապես գոյություն չունի եւ ես մտածում եմ, որ կարող ենք դարձնել նաեւ արհեստներ սովորեցնելու մի կենտրոն մեծահասակների համար եւ ոչ միայն արհեստներ։ Ես միշտ վստահ եմ եղել, որ պարտադիր չի, որ լուրջ կրթական հաստատությունը մայրաքաղաքում լինի։ Հնարավոր է մայրաքաղաքից դուրս էլ ունենալ լուրջ կրթական կենտրոններ, որ մանավանդ մեր դեպքում, որ այս չքնաղ բնության մեջ ենք ապրում եւ մեր ժողովուրդը չափազանց տաղանդավոր ժողովուրդ է, յուրաքանչյուրը մեր ժողովրդի քայլող մշակույթ է, բոլորս գիտենք։ Դա վերաբերում են եւ հումորով, եւ լրջությամբ, եւ ինչքան հզոր տաղանդավոր մարդիկ է տվել մեր աշխարհը։ Ապա ինչու մենք չունենանք այստեղ լուրջ կրթական հաստատություն, որը արվեստի դպրոց է, որ կդառնա քոլեջ եւ Աստված դա մի օր էլ կարողանանք ունենալ ակադեմիա։ Ինչու ոչ, ինչու պիտի ամեն ինչ մայրաքաղաքով պայմանավորվենք։ Այնտեղ մայրաքաղաքում այլ միջավայր կա, որ դրա անհրաժեշտությունը կա ուսանողների համար, իսկ մենք անմիջական շփման մեջ ենք բնության հետ, որը որ դժբախտաբար մայրաքաղաքային կրթության ժամանակ դա չկա, բացակայում է, մենք էլ ունենք այդ մեծ առավելությունը։ Մենք ունենք հրաշալի ուսուցիչների կազմ մեր դպրոցում։ Եվ առարկաները ավելի ենք շատացնում առարկաները եւ մեր դպրոցի ուրեմն առանձնահատկությունը ես ուզում եմ լինի նաեւ նրանով, որ որևէ մեկը, որ եկել է գեղանկարչություն սովորելու, ինքը պիտի անցնի այդ դասարանը, պիտի անցնի մնացյալ ակադեմիական կրթություն ստանա։ Մնացյալ բոլոր առարկաները, որոնք անցնում են մեր դպրոցում։ Այդպիսի փորձեր եղել են եւ հաջողություն են ունեցել, ես էլ ունեցել եմ այդպիսի
փորձ դեռ Ամերիկայում ապրելու ժամանակ իմ դպրոցի այդպեսին էի հիմնել եւ դա հնարավորություն է տալիս որ մենք մեր զավակներին կամ մենք ինքներս որ գնում ենք մտածելով որ ուզում ենք խեցեգործությամբ զբաղվել կամ քանդակագործությամբ զբաղվել եւ որ զուգահեռաբար ուսումնասիրում ենք գեղանկարչություն եւ մնացյալ այլ մասնագիտությունները մենք մեզ գտնում ենք այնտեղ ավելին քան ինչի համար որ եկել ենք մեր դպրոցում եւ երաժշտություն եւ պարարվեստ եւ թատերական արվեստ եւ մոդելավորում, հագուստի մոդելավորում, ուրեմն գրաֆիկա, համակարգչային դիզայն, հելունագործություն, ասանագործություն, գորգագործություն եւ այլն բազմապրոֆիլ է մեր դպրոցը եւ այդ գնալով ավելի ընդլայնվելու է եւ ուզում եմ ինչպես որ ես եմ հավատում, ուզում եմ որ դուք էլ հավատաք եւ իրար հավատալով ու վստահելով մեր ուժերը միավորենք եւ հնարավորությունները միավորենք ու ստանանք մի հրաշալի կրթական կենտրոն, որը շահեկան կլինի եւ մեր զավակներին եւ նաեւ մեզ մենք կունենանք այսուհետեւ նաեւ նախակրթարան, քանի որ այժմ փոքրահասակներ կան, որոնք հաճախում են մեր դպրոց եւ կունենանք մյուս տարվանից մենք կընդունենք 10 տարեկանից, այսինքն ներքևի սանդղակը տարիքային 10 տարեկանը կլինի եւ ավելին, մինչեւ 100 տարեկան։ Եվ մեր հրաշալի ուսուցիչները ձեզ կտան բավարար գիտելիքներ, նույնպես եւ մենք ուզում եմ որ վարպետաց դասերի շնորհիվ հրավիրենք վարպետներ յուրաքանչյուր մասնագիտությունից վերապատրաստեն եւ մեր ուսուցիչներին եւ նաեւ վարպետաց դաս տալու շնորհիվ այն հնարավորությունները նույնիսկ որոնք որ Երևանում սովորելու ժամանակ մարդիկ չեն ունենա այնպես որ ես կարծում եմ որ մշակույթի մասին խոսելը միայն խոսելը անիմաստ է դառնում երբ որ գործնականում մենք չենք անցնում գործնական մեր հաջորդական քայլին Հիմա անցնում ենք գործնական քայլին եւ մեր հաղորդաշարերը, ինչպես որ արվեստի տարբեր ոլորտների մասին խոսել են, արվեստի պատմության մասին, հայոց ինքնության մասին, հայոց ուրեմն մշակույթի համաշխարհային արենայում եւ այլն, այդ զրույցները կշարունակվեն շաղախված մեր գործունեությամբ, ինչ որ կշարունակենք անել։ Եվ մեր ուրեմն արվեստանոց մեծերի համարը կդառնա եւ փոքրերի համար եւ համատեղ կանենք։ Մենք հաճախ գնում ենք ուրեմն դրսում նկարելու, նաեւ մեր դասախոսները, դասատուները եւ նաեւ մեր ոչ մեծերը մասնակից կլինեն եւ մենք կունենանք մի հզոր մշակութային բանակ։ Ես հավատում եմ դրան, ուզում եմ բքել հավատակ եւ միասին կարողանանք կերտել իսկապես լուրջ մշակութային հաստատություն։ Շնորհակալություն, այսօր ուզում եի ասել այսքանը։